Տրիպի շրջանակներում Հայաստանի երկաթուղիների հավատարմագրային կառավարումը Ռուսաստանի ձեռքից վերցնելու ու Ղազախստանին հանձնելու հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունից գրեթե 2 ամիս անց Հայաստանում է Ղազախստանի արտգործնախարարը։ մենք իհարկե Նա հանդիպել է հայ պաշտոնակցի հետ, պաշտոնական հաղորդագրության տեքստում չի նշվում արդյոք քննարկվել է հավատարմագրային կառավարումը Ռուսաստանից գնելու թեման։ Փաշինյանը չի բացառել, որ այդ հարցը քննարկման առարկա եղած լինի։ երկաթուղու հետ կապված հարցը ընդհանրական պարզ հրապարակային քննարկող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի։ Բայց դա չի նշանակում, թե իրենք բանակցում են Ռուսաստանի մեջքի հետևում։ Մոսկվայի հասցեին ակնհայտորեն մեղմացած հռետորաբանությամբ հայտարարում է Հայաստանի ղեկավարը։ Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են։ Հավանաբար նախընտրական փուլում Հայաստանի իշխանությունը խուսափում է կտրուկ գործողություններից, հավատարմագրային կառավարման համաձայնագիրը միակողմանի խզելու սցենարից ու փորձում բանակցությունների միջոցով հասնել նրան, որ Ղազախստանը գնի Ռուսաստանից Հայաստանի երկաթուղիների կառավարման իրավունքը։ Փաշինյանը պնդել էր, թե թրիփը Հայաստանի տարածքում չեն կարողանում երկարեցնել, որովհետև ռուսական վերահսկողությանը դեմ են որոշ ուժեր։ Ղազախները Ադրբեջանում հայ-ամերիկյան թրիփ նախագիծն են քննարկել Երևան այցից առաջ։ Ինչու՞։ Միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով։ Այո, իր նախաձեռնությամբ։ Ապրանքների հոսքի համար առավել իրատեսական առաջարկ էր արել Հայաստանի երկրորդ նախագահը։ Օգտագործել Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին Հայաստան-Ռուսաստան կապի համար։ Նրա այս առաջարկից օրեր անց Աբխազիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, երկաթուղու վերագործարկման նախագիծ է քննարկվում։ Մենք դրա մասին քննարկել ենք 2 շաբաթ առաջ, 3-4 օր առաջ։ Այդ քննարկումը եղավ նաև Աբխազիայում։ Սա պատոհան է բացվել մեզ համար։ Եվ այդ պատոհանը լրջագույն ձևով կազդի ուղղակի մեր տնտեսական հնարավորությունների վրա։ Քոչարյանը նկատում է, Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Թեյմուր Ասմիկվաբյան խոսել էր ոչ միայն երկաթուղու, այլև ավտոճանապարհի մասին, որ կարող է այլընտրանք դառնալ ձմռանը խնդրահարույց դարձող Վերին Լարսին։ Պատոհան է բացվել ունենալ ավելի կարճ ճանապարհ, ավելի լավ որակի ճանապարհ, ավելի անվտանգ ճանապարհ Ադրբեջանից չկա։ Եվ մի ճանապարհ, որը գնում է Վրաստանով, Աբխազիայով, Ռուսաստանով։ Վրաստանը որևէ քաղաքական պահանջներ չի դնում Հայաստանի նկատմամբ։ Այն, ինչ կարող է անել Բաքուն, Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրման ճանապարհը փակելու սպառնալիքով ստանալ ինչ ուզում է։ Ադրբեջանի համար սա լծակ է քաղաքական նաև պահանջներ դնելու համար։ Այսինքն իրական ապաշրջապատում Վաղը մյուսօր ասելու են 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան։ Հա, թե չէ մենք ճանապարհը կփակենք, թե չէ այս կանենք, այն կանենք։ Իդեպ լավ է, եթե Ադրբեջանի ճանապարհը եւս բաց լինի, մրցակցություն կլինի։ Բայց կախված չլինես դրանից։ Բայց եթե դու մենակ այդ ճանապարհից ես կախված, ուրեմն բոլոր պահանջները հերթով դնելու են եւ լծակը լինելու է, այսա կփակենք, եթե դու սա չանես։ Բայց երկրորդ նախագահի համոզմամբ Փաշինյանը չի ուզում հրաժարվել Ադրբեջանից կախվածությունից, միայն իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի կարճ ժամանակում աբխազական երկաթուղու միջոցով իսկապես վերացնել Հայաստանի շրջափակումը։ Մյուսներից կախվածությունը նախաձեռնողական է Հայաստանի կողմից։ Լիլիթ Սարգսյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ուղղակի հայտարարում են, որ այս պատերազմի լինելու եւ այլ այդ ճշնամությունը Ռուսաստանը չի հրահարում։